Ապրենք առողջ հաղորդումն եք դուք դիտում 21 TV եթերում, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ բժիշկ գաստրոենտերոլոգ Աստղիկ Խաչատրյանին։ Սակայն մինչև զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն սպասարկման համար Արփինկա գեղեցկության սրահին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Ողջույն սիրելի Տաթև, ես էլ եմ շնորհակալ։ Էլի սիրուն հաղորդում ենք ստանալու, որտեղ ձեզ հետ միշտ հաճելի է զրուցելը եւ այս անգամ էլ խոսելու ենք ոչ թե մեկ թեմայի շուրջ, այլ այսպես ծաղկակաղ եմ արել, այսպես տարածվածներն ու ամենաշատ շահարկվողները։ Դերևս սկսենք բերանի տհաճ հոտից, հա։ Շատ հաճախ սա ոչ միայն սոցիալական հարց է, էսթետիկ հարց է, այլ նաև առողջական լուրջ խնդիրների մասին է բարձրաձայնում եւ մեկ ախտանիշ, որը կարող է բազմաթիվ խնդիրների մասին խոսել։ Դե բնականաբար ձեր դեպքում ավելի շատ կգնանք դեպի գաստրոենտերոլոգիան։ Ճիշտ է, բերանի տհաճ հոտով շատ են դիմում գաստրոենտերոլոգներին, բայց անպայման գաստրոենտերոլոգը պիտի նաև շեշտադրի այն խնդիրների վրա, որը նաև իրեն չեն պատկանում եւ ուղղորդի համապատասխան մասնագետների։ Կամ սկզբից պիտի անպայման ասեմ, որ այն մարդը, ով արթնանում է առավոտյան, որոշակի հոտ ունենալու է բերանում, բայց դա չի լինելու ախտաբանական եւ շատ սուր եւ տհաճ։ Եվ ողջ օրվա ընթացքում։ Այո, եւ ողջ օրվա ընթացքում եւ սովորաբար հաց ուտելուց հետո թեթևանում է կամ անցնում եմ։ Եթե օրվա ամբողջ ընթացքում այդ հոտը ուղեկցում է մարդուն, պացիենտին, ապա արժի մտածել ամենասկզբից բերանի խոռոչի հիգիենայի կամ լնդագրպանիկների կամ ատամների կամ շատ հաճախ ատամնաբուժներն ասում են, որ դա շապիկների վատ որակի շապիկների հետ է նաև կապված։ Եթե այդտեղ խնդիր չկա, դուք վստահ եք այցելել եք ատամնաբուժի, ապա հաջորդ քայլը քիթ, կոկորտ, ականջաբանի այցն է, քանի որ քթի հարքթային խոռոչներում ախտաբանական պրոցեսների պատճառով կոկորտի էլի գրպանիկներ կան այնտեղ, այդտեղ կուտակված սննդային մասնիկների, բակտերիաների աճի հետևանքով, կոկորտի խնդիրների, քրոնիկ հատկապես խնդիրների պատճառով կարող է լինել այդ հոտը։ Այստեղ էլ խնդիր չկա, անցնենք նաև, այո, ներքև ենք իջնում, չենք բացառում նաև թոքային հիվանդությունները, որովհետև չէ, որ մենք արտաշնչում ենք այդ հոտը եւ օդը, եւ այդտեղ եւս կարող է լինել որոշակի խնդիրներ, հատկապես ծխողների մոտ կարող է լինել լորձի կուտակում եւ այլն։ Այստեղ էլ չկա խնդիր, նոր անցնում ենք ստամոքսաղքային համակարգին, կերակրափողի փականի անբավարարությանը, որը կարող է բաց մնալ եւ հետ հոսք առաջանալ, չէ, որ այդ փականը կերակրափողի պաշտպանիչ, փակող ֆունկցիա է կատարում եւ ես շատ հաճախ համեմատում եմ, այսպես շատ աշխարհիկ մի համեմատություն անեմ, մեր ծորակը ունի սիֆոն, չէ, սիֆոնը ունի հատուկ գրպանիկ, որտեղ գազն է կուտակվում, որ այդ վատ հոտը վերև չբարձրանա եւ այո, նույն սխեմայով նաև կերակրափող ստամոքսը կարող ենք պատկերացնել, այնտեղ կա փական, կա ստամոքսի թաղ, որը պահում է վատ հոտը, մինչև պերիստալտիկան կմաքրի եւ աղիներով դուրս կգա այդ ամեն ինչը։ Եվ այո, կերակրափողի փականի խնդիրների, ալեղապարկի վատ աշխատանքի, ստամոքսի կանգի, կոչվում է գաստրոպարեզ, երբ սնունդը ավելի ուշ է դատարկվում ստամոքսից, եւ շատ հաճախ նաև ատրոֆիկ գաստրիտի ժամանակ, երբ ստամոքսահյութը ավելի քիչ է արտադրվում եւ այդտեղ բակտերիաները ավելի ակտիվ են, հա, գազեր արտադրում, այս բոլոր պայմաններում առաջանում է եւ կարող է առաջանալ վատ հոտ։ Դրա համար երբ պացիենտը գալիս եւ հարցնում է վատ հոտ ունեմ, միանգամից դու չես կարող ասել որտեղ է խնդիրը եւ պացիենտին նաեւ տհաճ է լինում եւ այո, տհաճ է լինում, երբ տարբեր մասնագետների այս ուղարկում հերթով բացառում այս պատճառները։ Ես նաև ուզում եմ հասկանալ առաջին, այսինքն երբ զգացինք խնդիրը, դե բնականաբար ինչպես հասկանում եմ, դա դու չես զգում, այլ դիմացիններն են հուշում քեզ, երբ արդեն կա խնդիրը, պետք է սկսել ատամնաբուժից։ Այո, իհարկե, մենք բոլորս ունենք այդ խնդիրները, պարբերաբար այցելում ենք ատամնաբուժի, կատարում ենք մաքրումներ եւ պրոֆիլակտիկ գործողություններ, առաջինը այցելեք ատամնաբուժի, եթե ատամնաբուժի իմ ասած սխեմայով հերքում է իր մասնագիտության մեջ արկա խնդիրը, ապա հերթով գնացեք այդ փուլերով, հա, բայց եթե դուք վստահ եք, որ ունեք նաև վայրոց, ունեք ալեղապարկի խնդիր, ստամոքսի ցավ եւ այլն, կարող եք նաև գաստրոենտերոլոգից սկսել, այո։
Նշեցիք այրոց, կարծում եմ, թե ամենատարածված խնդիրներից է, որ պացիենտին բերում է դեպի գաստրոենտերոլոգը։ Երբեմն այստեղ ծայրահեղություն կա կամ շատ երկար ժամանակ անընդհատ մտածում են, որ դե կանցնի, այսօր լավ չեմ կերել, մրսել եմ, կերածս չմարսեցի եւ այլն եւ այլն, եւ մյուս ծայրահեղությունը առաջին իսկ հանդիպակացա, խնդրի դեպքում վազում ենք արդեն գաստրոենտերոլոգի մոտ։ Երբ է պետք դիմել մասնագետին եւ ինչի մասին է խոսում այսքան տարածված այս խնդիրը։ Այո, ճիշտ է, այրոցը ամենահաճախ պատահող գանգատն է, Իժոգան, հա, այո, իժոգան, բայց միշտ չի որ պիտի վազենք միանգամից բժշկի, սովորական առողջ մարդու մոտ պարբերաբար կարող են լինել այրոցներ, բայց դրանք չպիտի ամեն օր տանջեն կամ շաբաթվա մեջ մի քանի անգամ տանջեն։ Եվ հատկապես եթե այրոցը ուղեկցվում է այլ գանգատներով, ցավով, կրծքավանդակում, ինչ որ արյան հետքերով եւ այլն, դա պարտադիր է, բայց պարբերաբար այրոցը այո, կարող է նորմայում պատահել։ Ինչքան պարբերական։ Օրինակ շաբաթվա մեջ մեկ անգամ ինչ որ կոնկրետ ուտելիքի հետ կապված այրոցը պարտադիր չի որ գնաք բժշկի, բայց եթե հաճախ է լինում 2-3 անգամ կամ ամեն օր կամ օրվա որոշակի մասից պարտադիր է գնալ բժշկի։ Եվ մեր ժամանակներում այրոցը մի պատճառ չունի, այրոցը միայն այդ այրոցի ժոգայի զգացողությունը չի, այրոցը կարող է լինել նաև գղտոցներով, ցավով, կրծքավանդակում, այդ ամբողջը տարբեր պատճառներ ունի, սկսած կլապանի կամ կերակրափողի փականի անբավարար փակվելուց, մինչև ալերգիկ կերակրափող, մինչև այլ սննդային անտանելիություններ, եւ նյարդաբանական իհարկե վիճակ։ Ամենակարևորը, երբ շատ բժիշկներ եւ պացիենտներ բաց են թողնում, որ եթե հակաայրոցային, այսինքն այդ PPI խմբի դեղերին չի ենթարկվում գանգատը, դեռ կայուն է մնում, ապա անպայման պիտի մտածել նյարդաբանական այրոցի մասին, որը վերջին շրջանում շատ հաճախ է դարձել։ Եվ հասարակ գաստրոսկոպիայով դու դա չես ախտորոշի։ Ես ճիշտ եմ հասկանում, որ նյարդաբանական խնդիրները շատ հաճախ նաև այնպիսի ախտանիշներ են ցուցաբերում կամ ցույց տալիս, որոնք տիպիկ, այսպես հատուկ են նաև գաստրոենտերոլոգիական խնդիրների, աղիների խնդիրների հետ։ Եվ ընդհանրապես նյարդաբանական ցանկացած խնդիր կարող է ցանկացած օրգանի գանգատ առաջացնել։ Մեր ամբողջ օրգանիզմով սփռված են նյարդային վերջույթներ եւ միջավայրն էլ նպաստում է դրանց գրգռման եւ այո, շատ հաճախ լինում է էլ այրոց, էլ իդեպ բերանի հոտը, մենք մոռացանք նշել, որ կարող է նաեւ նյարդաբանական լինել։ Կան մարդիկ, ովքեր իրականում չունեն օբյեկտիվ բերանի հոտ, բայց իրենք զգում են դա հոգեբանական խնդիր է։ Դա շատ կարեւոր է, որովհետեւ երբ պացիենտը գալիս է նաեւ բերանի հոտը, չի զգում, ինքն է զգում։ Նման պացիենտները պիտի աշխատեն հոգեբանի հետ։ Եվ այո, այրոցներն էլ կարող են լինել նյարդաբանական, ստամոքսի ցավն էլ կարող է լինել նյարդաբանական, փորկապությունը, աղիների ցավը եւս կարող են լինել նյարդաբանական։ Մեր գաստրոենտերոլոգների խնդրի դժվարությունը կայանում է նրանում, որ նախ պետք է այդ բոլոր տեսակի հիվանդություններից տարանջատենք հենց այն մեկը, որը պետք է բուժենք, եւ նաեւ տարանջատենք այն, որ արդյոք սա նյարդաբանի պացիենտ է նաեւ, թե մաքուր գաստրոենտերոլոգի պացիենտ է։ Իսկ նաեւ կարող է հիբրիդ լինել, հա։ Անպայման մենք հաճախ ենք աշխատում զուգահեռ նյարդաբանների հետ եւ հենց այդպես էլ բացատրում ենք պացիենտին, որ այո, այսքան մասը բուժման ես եմ նշանակում, մնացած մասը պիտի աշխատեք նյարդաբանների հետ։ Չնայած եթե հաշվի առնենք, որ մի տեղը ցավում է արդեն նյարդային է ստառնում, դուրս է գալիս, որ ցանկացած դեպքում նյարդաբանի կամ հոգեբանի աջակցությունը պարտադիր է լինում այս կամ այն խնդիրը բուժելիս։ Այո, փակ օղակ է առաջանում, ինչպես մենք ասում ենք, պաբոչնի կրուկ։ Հարատավոր օղակ է։ Այո։ Ուզենք չուզենք։ Գղտոցները նաև տարածված են, եւ մենք շատ հաճախ ենք տեսնում մարդիկ, ովքեր յուրաքանչյուր սննդի օգտագործումից, ընդունումից հետո անպայման ունենում են գղտոց, եւ սա իրենք ասոցացնում են նաև կշտանալու հետ։ Որքանով է արատավոր այս մեխանիզմը։ Անպայման ուզում եմ իմանալ, որ գղտոցները երկու տեսակի են լինում, այդ կարևոր է, վերստամոքսային եւ ստամոքսային։ Ինչ է վերստամոքսայինը։ Շատ հաճախ մարդիկ ունենում են բերանի ծամողական ապարատի կամ ուտելիս խոսում են եւ շատ օդ են կուլ տալիս եւ այդ օդը այո, եւ այդ օդը հասնում է կերակրափող, չի մտնում ստամոքս եւ նորից հետ է գալիս, դա կոչվում է վերստամոքսային գղտոցներ, արտահայտվում է գղտոցի ձևով։ Դրանք սովորաբար էլի կենսակերպային բուժողական, այսպես ասած, խնդիրներ են, մենք դրա համար նաև վարժություններ ենք ցուցում
Եվ կա ստամոքսային մաքուր գղտոց, որը լինում է հենց ստամոքսի օդի եւ շատ հաճախ նաեւ այդ ստամոքսահյութի պարունակությամբ հետոսք է լինում կերակրափող։ Այդ դեպքում մենք նաեւ խառնում ենք դա այրոցի հետ, հա, ինքը ամբողջական համալիր կարելի է, այո, համարել եւ ստամոքսի գղտոցները նաեւ կարելի է նյարդաբանական տակ անցկացնել, որովհետեւ լինում է նաեւ ծիկային, հա, գղտոցներ, երբ լարվում է ստամոքսի այդ ներվերը, վագուս էֆեկտ է լինում նաեւ բարձրացած եւ լինում են կծկումներ, դա գղտոցների ձևով կարող է դրսևորվել, բայց ամենահաճախ հանդիպողը, երբ մարդիկ ուտելուց հետո գազավորված ըմպելիք են օգտագործում, իհարկե գղտալու են, որովհետեւ օրգանիզմը ձերբազատվելու է ավելորդ գազից, ավելորդ լարվածությունից։ Այսինքն սա պաթոլոգիա չի, պարզապես եթե դադարեցնենք գազավորված ըմպելիքի օգտագործումը, կդադարի նաև Եթե մենք գիտենք, որ ամեն օր օգտագործում ենք գազավորված ըմպելիք, հատկապես ուտելուց հետո, այո, եթե հանենք գազավորված ըմպելիքը, այդ խնդիրը կամ կքչանա, կամ կվերանա։ Այ պաթոլոգիան պետք է արդեն բժշկի հետ քննարկել։ Եթե հաճախ է, դուք լավ եք ձեզ պահում, կենսակերպը նորմալ է, բայց ունենում եք հաճախ գղտոցներ կամ նոր է հայտնվել այդ գղտոցները ձեզ տանջում է, այո, դա հավանաբար պաթոլոգիա է։ Այսինքն եթե բարբերականությունը շատ ավելին է եւ կյանքի որակի վրա ազդում է, արդեն բժշկի դիմելու ցանկացած բան, եթե դառնում է ստատիստիկ կամ պարբերական, ուրեմն այնտեղ մի բան այն չի։ Շատ լավ, այսպես քիչ-քիչ ներքև ենք իջնում, հա։ Հասնենք եւս էլի տարածված խնդրի փքվածության եւ սա էլի շփոթում են երբեմն հենց գազավորված ըմպելիքների օգտագործումը կամ ամբողջ օրը ոչինչ չուտելով երեկոյան միանգամից մեծ չափաբաժնով ուտելուց հետո էլի վկնածություն ենք ունենում, ոմանք նաեւ խոսելու ընթացքում են ուտում, չեն հասկանում ինչքան են կերել կամ մյուս տարբերակը, երբ շատ արագ են ուտում, էլի շատ են ուտում, երբ որ սկսում է ուղեղը հասկանալ, որ կշտացել, արդեն փքվածություն է լինում, բայց նաեւ գիտենք, որ սա որոշակի խնդիրների մասին հուշող ազդակ է։ Ոնց անենք, որպեսզի սահմանագիծը ճիշտ հատելը լինի ու հասկանանք երբ ենք սխալ կենսակերպարում, երբ ենք պաթոլոգիայի հետ բախվում։ Եթե փքվածությունը ես դասակարգ էի, կասեի, որ գաստրո մեր դարի ամենահաճախ նաև խնդիրներից, հա, որովհետև չկա պացիենտ, որ բոլոր ախտանիշների մեջ նաև չնշի փքվածություն կամ հենց դիմի փքվածության համար։ Փքվածությունը բազմապատճառային է, ինձ շատ հաճախ հարց են տալիս, ինչ անեմ փքվածության համար, առանց պացիենտին տեսնելու ինչպես կարող ես։ Հիմա ասեմ պատճառները փքվածության։ Սկսենք սննդային անտանելիությունից։ Ցելիակիա կամ գլուտեն անտանելություն, դրանք տարբեր են, երբ հացահատիկը չես կարողանում մարսել։ Միակ գանգատ կարող է լինել փքվածություն կամ մի քանի ախտանիշ եւս։ Փքվածություն լակտոզայի կամ ֆրուկտոզայի հանդեպ խնդիրներ, երբ չեք մարսում այս երկու մթերքները կամ սպիտակուցները կամ շաքարները ավելի ճիշտ, եթե ասենց նեղ ասեմ։ Կարող է լինել սիբոյի պատճառով, սիբոն դա բարակաղներում բակտերիաների հավելյալ աճն է, երբ դրանք աճում են այնտեղ, որտեղ պետք չէ աճեն կամ շատանում է պաթոգեն բակտերիան քանակը։ Միանգամից փքվածություն կարող եք ունենալ։ Գրգռված աղու համախտանիշը, որը նյարդա ստամոքսաղեքային խնդիր է, եւս կարող է դրսևորվել փքվածությամբ։ Այս դեպքում մի քիչ ուրիշ է, կարող է լինել կամ գազերի շատացում կամ պարզապես պացիենտը սկսել է ավելի շատ զգալ գազերը, նորմալ վիճակում ավելի շատ է զգում։ Փորկապությունը եւս կարող է առաջացնել փքվածություն եւ այլն, այսինքն այս բոլորը դու պիտի պարզես, հա, իդեպ էլաստազայի անբավարարությունը, այսինքն ենթաստամոքսային գեղձի ֆերմենտի անբավարարությունը եւս կարող է բերել փքվածության։ Տեսեք, քանի հələ երևի թե կեսնել չեմ նշել։ Շատերս նաև այսպիսի ախտանիշների դեպքում փորձում ենք մաստակով հարցը լուծել, որոշ մարդիկ նաև ասում են, որ հարցը իսկապես լուծում է ստանում։ Այդ ինչպես է ստացվում։ Եվ արդյոք եթե մաստակը օգնում է, արդեն ախտանիշների մասին խոսելիս չեն կարող պաթոլոգիա նշել։ Մաստակը դժվար թե օգնի ես բոլորին նշած իրական պաթոլոգիաների ժամանակ, մաստակը կօգնի այն դեպքում, երբ միգուցե դանդաղած է ստամոքսաղեքային կծկումները, քանի որ երբ մենք ծամում ենք, մենք դրդում ենք նրա կծկումները, բացի դրանից մաստակի մեջ կա շատ քանակի սորբիտոլ, եւս կծկում է աղիները եւ շատ քանակի սորբիտոլ երբեմն կարող է լուծ առաջացնել։ Միգուցե դրա էֆեկտն է նրանք անվանում օգնում է։ Այսինքն, այսպես եթե շղթայական հարցը ձևակերպեմ, այն մարդիկ, ովքեր շատ են մաստակ ծամում, կարող են ունենալ հաճախակի լուծեր։ Այո, երբեմն պատահում է այդպիսի բան կախված սորբիտոլի քանակի հետ։
Ինչպես հաղորդման սկզբում նշեցի, մի տեսակ ծաղկաքաղային է լինելու այսօրվա մեր զրույցը, ուստի ավարտն էլ ուզում եմ էլի ծաղկաքաղային այսպես առանձնացնենք ու նշենք, տեսեք մի քանի տեսակի խնդիրներ, որոնք առավել տարածված էին, դրանք բարձրաձայնեցինք։ Վստահ եմ սրանցից եթե յուրաքանչյուրի համար առանձին հաղորդումներ էլ պատրաստենք, նույնիսկ մեկ հաղորդումը չի բավականացնի, բայց դա եթերային ժամանակն էլ, ինչպես գիտենք, բավական սահմանափակ է։ Ուստի ուզում եմ այս յուրաքանչյուրի հետ կապված կարևոր խորհուրդներ առանձնացնեք այս պահին մեզ դիտողների համար, որպեսզի մարդիկ էլ ավելի հեշտ կարողանան հասկանալ, սա բժշկին անհապաղ դիմելու դեպք է, թե կարելի է պարզապես մի քիչ էլ սպասել կամ ուղղակի կենսակերպը փոխել։ Ուրեմն ուզում եմ առանձնացնել մի քանի կարևոր կետեր, որոնց դեպքում անհապաղ դիմեք բժշկի։ Դա սկսենք վերևից, ոնց որ սկսեցինք։ Այրոցի ժամանակ, եթե այրոցը հաճախ է շաբաթվա մեջ մի քանի անգամ ուղեկցում եք հետկրծոսկրային ցավով, անպայման դիմում ենք բժշկի, հատկապես եթե կա արյուն կամ քաշի իջեցում։ Դրանք բոլոր օրգան համակարգերի դեպքում կարմիր թելեր են, որի դեպքում պիտի դիմեք բժշկի։ Ստամոքսի դեպքում, եթե կա վքնածություն, հաճախ է կրկին, ուտելուց հետո անմիջապես է լինում եւ ամբողջ օրը ձեզ ուղեկցում է, անպայման այնտեղ կա խնդիր, դիմեք բժշկի։ Աղիների վքնածության հետ կապված, եթե ամբողջ օրը աղիները փքվում են, օրվա վերջում գնդակի պես որովայնը փքվում է, ապա դա եւս պատճառ է դիմելու բժշկի, որպեսզի պարզենք այնին բոլոր նշած խնդիրներից, որն ունեք, այո։ Բայց եթե սա հազվադեպ է լինում, կապված օրինակ արտերկիր մեկնելու հետ, կենսակերպի փոփոխության կամ կլիմայի փոփոխության հետ, իհարկե դա պատճառ չէ բժշկին դիմելու։ Մի խոսքով, այն ինչը որ նշեցի, դրանք պարտադիր են։ Եվ վերջում ուզում եմ մի լայֆհակ սովորեցնել վերստամոքսային գղտոցների կամ հետհոսքերի ժամանակ, եթե երբեմն տանջում է, անպայման կատարեք որովայնային շնչառության վարժություններ, այդ ժամանակ երբ սկսում են այդ գղտոցները, աշխատեք դե կանայք շնչում են, այլ կերպ տղամարդիկ որովայնային են, չէ՞, շնչում, թե կանանց, թե տղամարդկանց համար եմ ասում, որովայնը փքեք ներշնչման ժամանակ եւ որովայնով նաեւ արտաշնչեք, ոչ թե կրծքավանդակով, հա, դա կօգնի հանգստացնել այդ գղտոցները։ Հիմա բոլորը փորձեցին տեսնել, ստացվում է թե ոչ, որ երբ որ լինի անհրաժեշտությունը, արդեն պրոֆեսիոնալ կերպով կարողանան շնչել։ Շնորհակալ եմ շատ, վստահ եմ, որ կարողացանք օգտակար լինել կամ գոնե ուղղորդող լինել։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ զրուցակիցս բժիշկ գաստրոենտերոլոգ Աստղիկ Խաչատրյանն էր։ Մինչ հրաժեշտ տալ, ուզում եմ եւս մեկ անգամ ասել շնորհակալություն սպասարկման համար Արփինկա գեղեցկության սրահին, տեղեկացնել է, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, կհանդիպենք, ցտեսություն։